Նորակարգի 7-րդ հարց պետական գույքի կոմիտեին գույք ամրացնելու մասին զեկուցող Տիկին Ղալեչյան համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացում անշարժ գույք ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազ փողոցի ձախակողմյան մաս հասցեում գտնվող 18.293.121 ՀՀ դրամ շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքով 735 քառակուսի մետր հողամասն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Նշված անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի եւ Մարինե Վարդանյանի միջև 0102-2003 թվականին կնքված առողջարքի պայմանագիրը ու դրա հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռի հիման վրա 2025 թվականի օգոստոսի 5-ին նշված հասցեում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Ամփոփ այսքանը, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ընդունել նախագիծը, շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Ղալեչյան։ Տիկին վարչապետյան, սա վճիրը հենց վճիրա թե հաշտություն ակնկվել դատարանում եւ միևնույն ժամանակ խնդրեի մի քանի խոսք ասեիք ընթացքի մասին այս գործերի։ Շնորհակալություն, մեծարգո փոխվարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ինչպես գրեթե ամբողջությամբ նշվեց Տիկին Ղալեչյանի կողմից, գույքը ամրացված է Հայաստանի Հանրապետությանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, որոնց փոխվարչապետ վճիռ է, ոչ թե հաշտություն։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, հիշեցնեմ, որ սա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում էր, մեր հերթական հայցադիմումն է, փոխկապակցված է քրեական վարույթի հետ, որը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, դատարանը մեր հայցը բավարարել էր, անվավեր էր ճանաչել Երևանի քաղաքապետի եւ ֆիզիկական անձի միջև 2003 թվականին կնքված առողջարքի պայմանագիրը, կիրառել էր անվավերության հետևանքներ, սա կանխատեսելով այն հարցը, թե ինչու ենք ամրացնում տարածքային կառավարման նախարարությանը եւ ոչ թե Երևանի քաղաքապետանին ենք վերադարձնում, մարզի կարգավիճակ ուներ, դատարանը իր վճռով վերականգնում է մինչև խախտումը առկա իրավահարաբերությունը։ Նաեւ մի փոքր պարզաբանեմ, թե ինչու ենք մենք նշում ձախակողմյան հատված, որովհետեւ փողոցի այդ հատվածը չունի կոնկրետ հասցե, թվով կամ կոտորակով, դրա համար հատվածը ուղղակի հստակեցված է մակերեսը, նաեւ նշեմ, որ հողամասն ունի նպատակային նշանակություն բնակավայրերի, այսինքն ի տարբերություն նախորդիվ մեր ամրացրած գույքերի, որոնք ենթակա չէին կառուցապատման, ենթակա չէին մասնավորեցման, այստեղ նպատակային նշանակությունը ինքնին հակառակի մասին է խոսում եւ այսուհետ կլինի պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության ներքո ըստ այդմ արդեն կառավարությունը իրավազոր է որոշելու գույքի ճակատագիրը։ Ըստ այդմ նաեւ ճակատագիրը որոշելուց հետո տալ նաեւ կոնկրետ հասցե։ Պարոն փոխվարչապետ, կարճ նաեւ նշեմ, թե ինչ աշխատանք է այս ընթացքում իրականացված, հենց պետական ու համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մենք վերջին 9 ամիսները ամփոփել ենք եւ Արկա պատկերը հետևյալն է։ Մենք Հայաստանի Հանրապետությանն ենք վերադարձրել միայն այս լիազորության շրջանակում շուրջ 10.276.000 ամերիկյան դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280.338 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք, բացի դրանից 2 մանկապարտեզ եւ 1 մարզադաշտ։ Բացի այդ, բռնագանձվել է 654.000 ամերիկյան դոլարին համարժեք 249 միլիոն դրամ։ Կրկնեմ, սա միայն պետական համայնքային շահերի պաշտպանության մեր լիազորության շրջանակներում է։ Նաև կանխելով հարցը, որը կարծում եմ կհնչի, վերականգնված միջոցների միասնական հաշվի մասով, որը
անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ սկսեց գործել, այս պահի դրությամբ ունենք 52 միլիոն 254 հազար ամերիկյան դոլարին համարժեք շուրջ 20 միլիարդ դրամ, մի փոքր ավել 20 միլիարդից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն տեղեկությունների համար, Տիկին Վարդապետյան։ Մի բան հարցնեմ, էլի մեզ այս պետշահերով ընթացակարգը եւ ապօրինի գույքով չեն խաչվում, եւ որն ավելի արդյունավետ, թե դրանք շատ տարբեր իրավական կազմեր են բանի իմաստով, էլի գործընթացների, որովհետեւ ես այդպես անկեղծ ձեզ ասեմ, տպավորություն ունեմ, որ պետշահերով ավելի արագ ու ինտենսիվ է գործընթացը գնում, բայց հնարավոր է որ սխալվում եմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, խաչման հատման դեպքեր չենք ունենում, բայց նույնիսկ եթե լինում են, մենք նույն գույքը կրկնակի երկու վարույթներով չենք բռնագանձում, որ վարույթով ավելի վաղ ունենում ենք դատական ակտ, այդ վարույթով էլ բռնագանձում ենք, մյուսով համարում ենք, որ արդեն պետք է հայցագինը փոխվի, նվազեցնում ենք այդ չափով, եւ այստեղ տարբեր են ընթացակարգերը, որովհետեւ պետական շահերի պաշտպանության վարչությունը կոնկրետ գույքերով է դատարան հայցադիմումներ ներկայացնում եւ հաշվի առնելով նաեւ Վճռաբեկ դատարանի բոլորովին վերջերս որոշումը, որով ընդդատության հարցը դատարանների լուծվեց, հիշեցնեմ, որ փոքր վեճ ունեին դատարանները, վարչական դատարանը պիտի լուծի, թե հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը պիտի լուծի, ճիշտ եք նկատել, կարծես պետական շահերի պաշտպանության գործառույթով մի փոքր ավելի արագ են դատական պրոցեսները տեղի ունենում, բայց ապօրինի գույքն էլ չի ուշանում, Սահմանադրական դատարանի որոշումից հետո տարբեր հայցադիմումներ վերահաշվարկների ենթարկվեցին, դրա մասին նաև պարբերաբար գլխավոր դատախազությունն է հրապարակումներ անում, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, հայցապահանջի չափերը փոխվել են եւ դատական քննություններն ըստ էության ընթացքի մեջ են, տարբեր փուլերում են։ Ունենք վարույթներ, որոնցով Վճռաբեկ դատարանում ենք, ունենք ուսումնասիրություններ, որոնք ավարտել ենք, նոր ենք ուղարկել դատարան, այսինքն գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների։ Շատ լավ։ Տիկին Վարդապետյան, մենք ապօրինի գույքով ունենք գործ, որտեղ ամբողջությամբ քնվել է եւ գործը ավարտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որ արդեն մենք վստահ, որ ամբողջ շղթան տեսել ենք, զգացել ենք, հասկացել ենք եւ աշխատել ենք։ Ունենք պարոն փոխվարչապետ Սուրեն Գաբրիելյանի գործով մեր հայցադիմումն է, ես առիթ ունեցել եմ կառավարության նիստին այդ մասին խոսելու, ավելին ասեմ, ոչ միայն ամբողջ շղթան է ավարտված մինչև Վճռաբեկ դատարան եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ունենք, այլև ամրացված են պետական գույքի կառավարման կոմիտեին, մեկ առանձնատուն Առնջում եւ մեկ բնակարան Երևան քաղաքում, բացի դրանից գույքային դրամական բավարարումներ ունենք, որոնք բռնագանձման փուլում են գտնվում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի շրջանակներում։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այդ ամբողջ իրավական շղթան տեստավորված է այլևս օրենսդրությունը աշխատում է եւ արդյունք կա։ Այո, պարոն փոխվարչապետ, նաև դրան եկավ համալրելու Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը ել ավելի հստակեցրեց մեզ համար օրենքի կիրառման շրջանակները, բացի այդ մի շարք հայցերով մենք էլ ենք բողոքարկել Վճռաբեկ դատարան եւ ակնկալում ենք նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որը ավելի կկոնկրետացնի նորմի կիրառումը եւ ավելի կանխատեսելի կդարձնի ինչպես մեր կողմից հայցերի ներկայացման շրջանակը, այնպես էլ պատասխանողների համար իրենց հնարավոր արդյունքները դատական քննության գործընթացի ավարտից հետո։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր։ Հարցեր չկան, առաջարկում եմ ընդունել որոշում, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Շնորհակալություն